Սիրելիք, նախ բարև ձեզ բոլորին, բարև ձեզ քույրեր եղբայրներ, բարև ձեզ հարգելի ընկերներ, դեպուտատներ եւ վերջապես բարև ձեզ մեր շատ հարգելի հաղթանակի օրերի նախագահ եւ վաղվան հաղթաշարի վարչապետ Վարոն Ռոբերտ Քոչարյան։ Սիրելիք, ես սփյուռքահայ եմ։ Առայժմ հայրանցած թերևս չեմ, բայց այդ ոյմեկի նշանակելու չէ։ Քանզի անգամ որքան դուք այս հողին զավակն եք, ես այդ մեկին զավակն եմ։ Եվ անոնք, որոնք կփորձեն այդ մեկն անշադել, այդ մեկն մասնադել, գտրադել, անոնք անիցիալն են։ Բարս։ Սիրելիք, ես գուզեմ վարդպես անդրադառնալ սփյուռքին, եւ անգամ եւս չեմ ուզերսել, թե ես սփյուռքահայ եմ, ես հայրանցած թերևս չեմ, Հայաստանի քաղաքացին չեմ, որովհետեւ որ այդպիսին գողնորոշումներ կամ որակումներ գնեմ, անմիջականորեն զարայած գլամ, ներφրած գլամ այդ իրական Հայաստան ստված արեղծվածին, այդ հորինվածքին, որը կնպատակադրե մեզ որպես ժողովուրդ մասնադել, որպես հող մասնադել, որպես արմատներ մասնադել։ Հետևաբար այդ արդայություն չկա ու պիտի չլացեր ոչ մեկին համար։ Բոլորս հայ ենք եւ մեր պաշտամունքը սա հողին է, անկախ եկեղեցից, անկախ մշակություններից, սա հողին է։ Սիրելիք, բարձր եմ ցեզի։ Գա շատերի մոտ ինչ-որ համոզում, թե այդ իրական Հայաստանը ստվածը դեղ կդած է սփյուռքի մեջ, կամ սփյուռքյան գարկմը թեմքերի մոտ։ Այդպես բան չկա սիրելիներ, ես չեմ դարձար սփյուռքահայ, որ պատրաստն է հրաժարիլ իր ժառանգից։ Ես չեմ դարձար որպես սփյուռքահայ, որ պատրաստն է հրաժարիլ բանջարությունից։ Ես չեմ դարձար սփյուռքահայ, որ պատրաստն է ուրանալ եւ անհանգստացնել իր բաբերը աջունները, արդեն իսկ մինչ վաղ անհանգիստ։ Չկա այդպես բան։ Եվ եթե կան այդպիսի թեմքեր, այդպիսի թեմքերի արդայությունները ոչ մեկ ցեվով աղերս ունին Հայաստանին, ոչ մեկ ցեվով աղերս ունին ցեզ։ Այդ բոլոր ներքին հաշվեկցություններ են, նեղած հաշիվներ են 70-մյա, 80-մյա, որ շատերս իսպիրտի մեջ կփորձենք լուծել ի հաշիվ Հայաստանին։ Մենք բոլորս Հայաստանի հետ ենք, այս հողի հետ ենք, այս հրենիքի հետ ենք։ Շարունակեմ խոսքս եւ բարձրապես մեկ փաստեզի ասեմ։ Սինանյան Զարեհն հաջող կշրջակայի սփյուռք։ Դուք հոնչեք, բայց ես կտեսնեմ։ Սամարտի իր մադերի զայրերով կշրջակայի, որ շլատ է դեղ մահանտիբի այդ սխալ սփյուռքային, ավելի ճիշտ իրական սփյուռքային, որին է նսեր տուն հոս ինչ կորզունիս։ Ինչ եկած ես կարոզելու եւ որու։ Հետևաբար գիտած եք սիրելիներ, այդպես բան չկա։ Սինանյանը իր շուրջ հազիվ թե գավակ է 10-15 հոգի եւ գվերատառնա դուն եւ չեմ գիտեր թե ոյ մեկի դղակիր կներկայացնի ոյ մեկին, բարձրապես վստահ թե իր ռոջիկին կստանա։ Հետևաբար սիրելիք, չկա այդպես բան։ Բայց ամենից շարունակեմ ասեմ, մենք որպես սփյուռք հասկանանք ցեզ։ Մենք գիտենք թե դուք ինչ իրավիճակի եք։ Մենք գիտենք թե դուք ինչ կնազամի եք։ Եվ մենք արյան զարավ հավաքականություն չենք։ Մենք երբևէ որպես բանջարություն, բادرած վրարելու ովևէ դրամարկություն չունենք։ Մեր ասած բարձրապես այն է, որ եթե կարելի է, մեր 100-ամյա բարտամուրհագը մեր շնորհությամբ չվերացնեք, գուքան մեր լավորերը, եւ մենք կրնանք անգամ եւս դերլան մեր հողին, բայց սավահուն վստահաբար դարբեր քաղաքականություն է պետք։ Վստահաբար դարբեր մարդոց ենք դեսնվելու եւ դարբեր թոն ենք կորզածելու երբեմն, բայց ոչ այն, որ Արցախը մերն չէ եղեր, ոչ այն, որ Նախիջևանը չէ եղեր մերն էր եւ մի օր դառնալու է։ Սիրելիք, բանջարության կձով ցեզիս է մի բան, որ գնալ դուք հայաստանցիներ այնքանին դեղյակ չեք։ Ես սփյուռքահայ եմ, եկուկամ այն երկրից Իսրայելից, որ նկատմամբ շատերը հագագրանքներ ունին, շատերը որոշ համագրանքներ, որն ես ցագարգելու չեմ, կհասկանամ ծեր բոլորին։ Բայց այդ երկիրը հիմնվեցավ իր իսկ ցեղասպան այդ ժողովուրդը, հրյա ժողովուրդը հիմնեց երկիր,
իր ցեղասպանությունից 3 տարի հետ։ Եվ իր այդ երկրի հիմնադրումը, գայացումը, ամրացումը շատով գախյալ էր այդ բանջարդիրութենեն, որը մինչև այսօր սալ կգործե։ Ուղղակի այդ բանջարդիրական ընթացքը այդ երկրին ընթացք է ջարդարարվեստ է ռազմական, քաղաքական, ընկերային, տնտեսական ու հազարի մի առումով։ Մեր բարակային մենք կրնանք նաև բանջարդեր լալ։ Եվ կրնանք, եւ ով էսեր, իրականությունը ով է ձեր այդ իշխանությունը Նիկոլին, Թեմույսին, որ իրենք կարող են 70-ամյա վաստակը մեր, աշխատանքը մեր, մի վարքյան ընթացքի մի ստորակությամբ ծուրը գցել։ Ուր է գրված այդ։ Եվ ծեր աշխատանքն, դուք ունեցած եք թեմքեր, որոնք ամբողջ դարիներ Ջոն Գիրագոսյանին ման ուրիշ մասնակիցների, ցեղասպանների, որոնք շատ են հետապնդած այդ ցեղասպանության հարցը։ Արդյոք Ձեռնարկաբերդը միֆ է։ Ոչ։ Ձեռնարկաբերդի իրողություն է եւ այդ Ձեռնարկաբերդի բարակային այդ խորհուրդ, այդ խորանը պիտի մնա մինչեւ վերջ ի հիշադակ, ի ամահություն մեր նահատակած։ Սիրելիներ, ես բարձրապես խոսելիքս կրնակիցության լապատ չեմ ուզեր, որև ընկերներս համասայնած եմ 7 վայրկյանով բավարարվել։ Մեկ բան ասեմ։ Քացեք հուլիսի 7-ին ընտրեցեք Հայաստան Թաշինքն։ Քացեք ընտրեցեք Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ինչու, նայեք, չէ, չզապարեք։ Գարողն է, որ դուք ունենաք ինչ-որ դարակարություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ես լսած եմ շատը, եւ լսած եմ նաեւ ամեններ։ Բայց մի բան ցեզի պիտի ասեմ, Ռոբերտ Քոչարյանը այն իշխանավորն է, որուն թուրքը կմերժե, եւ եթե թուրքը կմերժե, կնշանակի այն ցերն է։ Շնորհակալություն։